Հոգեբանության մեջ կա մի երևույթ, երբ զոհը հաճույք է ստանում զոհաբերվելուց։ Փաստացի Հայաստանի Հանրապետության կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հաճույք է ստանում թուրքերի կողմից օգտագործվելուց և դեն շպրտվելուց։ Եվ ահա սա է հիմնական պատճառը, որ հնարավորություն չի տալիս, թույլ չի տալիս ընդդիմության և իշխանության միավորման իրար օգնելու, հանդուրժելու համար։ Ինչքան գեղեցիկ և ինչքան հաճելի կլիներ, եթե օրինակ պատկերացրեք Ռոբերտ Քոչարյանը և Նիկոլ Փաշինյանը կարողանային խելք-խելքի տալ, օրինակ Նիկոլ Փաշինյանը լսեր Քոչարյանի փորձառու խորհուրդները կամ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Սերժ Սարգսյանի և միասին այս 4-ով վեհափառ հայրապետի օրհնությամբ կարողանային երկիրը հանել ճգնաժամից։ Բայց ինչպես կարող է դա տեղի ունենալ, երբ երկիրը ճգնաժամի մեջ տարել է Նիկոլ Փաշինյանը և ամենևին էլ չի պատրաստվում հանել այդ ճգնաժամից, որովհետև լավ է հասկանում, որ ժողովուրդը, եթե սկսեց մտածել երկրի խնդիրների մասին, ժողովուրդը մեկ օր ավել իրեն թույլ չի տալու մնալ իշխանության։ Եվ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հնարավորությունը, միակ գրավականը, միակ երաշխիքը քաոսն է։ Կա քաոս, կա Նիկոլ Փաշինյանի իշխանություն, կա մահ, կա արյուն, կա ոստիկանական բռնապետություն, կա Նիկոլ Փաշինյանի իշխանություն։ Չկա քաոս, կա հանդարտություն, չկա Նիկոլ Փաշինյան։ Սա է իրականությունը։ Եվ այս համատեքստում, սիրելի հայրենակիցներ, ցավոք սրտի անհնար է, ուղղակի անհնար է իշխանության և ընդդիմության որևէ տեսակի համերաշխություն։ Եվ ելնելով սրանից, ցավով պիտի ասեմ, որ հատվել են բոլոր այն կարմիր գծերը, որոնք կարող են հնարավորություն ստեղծել միասնաբար համերաշխորեն մեր երկիրը տանել դեպի ապահով տեղ։ Եվ այստեղ կա երկու ծայրահեղ կետ։